Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կեսգիշերին կյանքից անժամանակ հեռացել է սիրված արտիստ դերասան Արտաշես Ալեքսանյանը։ Վերջինիս ման իսկական իրարանցում է առաջացրել համացանցում, մարդիկ չեն կարողանում համակերպվել երիտասարդ արտիստի կյանքից անժամանակ հեռանալու հետ։ Հետևելով Արտաշես Ալեքսանյանի ֆեյսբուքյան վերջին հրապարակմանը երևում է, որ վերջինս ցանկացել է փոխանակել իր ավտոմեքենան։ Կփոխանակեմ 2008 թվականից բարձր ջիպ մեքենայի հետ, պարտադիր աջ ղեկ, արժեքը 7700 եվրո։ Մեքենան չունի ոչ մի խնդիր, բացի մի քանի փոքր կոսմետիկ գործերից։ Մեքենան նույնպես աջ ղեկ է, գրել է Արտաշես Ալեքսանյանը, տարածելով իր սեփական մեքենան։ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Մովսես Խորենացու մեդալակիր, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։ Ռաիսա Մկրտչյանի անունը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի պատմության մեջ։ 1968 թվականից հանդիսանելով Հայաստանի հեռուստառադիո պետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներկչուհի, նա դարձավ Արնո Բաբաջանյանի, Կոնստանտին Արբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ Ալեքսեյ Էքիմյանի բազմաթիվ անճարեղ ստեղծագործությունների առաջին ու անկերազանցելի կատարողը։ Նրա ձայնով հնչող «Ուրեք տղաներ, իմ մայրիկ» անունը վախով եմ տալիս եւ տասնյակ այլ երգեր դարձել են հայկական երգարվեստի հավերժական արժեքներ։ Երգչուհու կատարմամբ ավելի քան 400 ձայնագրություն այսօր պահպանվում է հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդում։ Ցավակցում ենք սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի միլիոնավոր երկրպագուներին։ Այս առիթով ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել Աստվածօգիտ լուսավորի, ամենադրական, ամենասիրուն, ամենալուսավոր, ամենաժպտերես ու ամենաբարի մարդ։ Սիրտս շատ ցավեց։ Հրապարակել է Աշոտ Ղազարյանը համատեղ լուսանկար, դրան գցելով Սիլվա Հակոբյանի «Դեպի երկինք» երգը։ Արդեն մի քանի օր է համացանցի քննարկման թիվ 1 թեման օրերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարն է։ Ավտովթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը Ալետա Նիկոյանը։ Ալետան ամուսնացած էր, ուներ 2 մանկահասակ երեխաներ։ Նրա ողբերգական մահը իսկական ցնցում է առաջացրել համացանցում, մարդիկ մեծ ցավ են ապրում այս երիտասարդ աղջկա կյանքից անժամանակ հեռանալու առթիվ։ Այսօր տեղի ունեցավ Ալետայի հոգեհանգստի արարողությունը։ Ներկաները նշում են, որ հոգեհանգիստն անցել է սարսափելի պայմաններում, արցունքներ, ցավ, մեկը մյուսին հաջորդող շտապ օգնության մեքենաներ։ Ահա թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Անն իր վարած Hyundai Elantra-մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Կյանքից անժամանակ հեռացել է սիրված դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրը։ Այս մասին դերասանուհին հրապարակումով էր հանդես եկել, նշելով, որ իրենց ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել։ Այս հրապարակումից հետո համացանցում տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, թե որն է դերասանուհու երիտասարդ եղբոր կյանքից հեռանալու պատճառը։ Դերասանուհին հետևյալ գրառումներ կատարել իր ինստագրամյան էջում։ Սիրելի բարեկամներ, ընկերներ ու հարազատներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից անժամանակ հեռացել է եղբայրս Վալերի Շահնազարյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին ժամը 17:00-ից 20:00 Ռոտոնդա Սկոսրահում, Երևանի վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց 83/12, ուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 11:00-ից 13:00։ Որպես այդպիսին նա չէր բացել փակագծերը եւ չէր նշել, թե որն էր իր եղբոր մահվան պատճառը։ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Խաչատուր Հունանյանը։ Վերջինս երկարատև ծանր հիվանդությամբ էր տառապում, հայտնիներից շատերն էին ինստագրամյան հարթակում հանդես գալիս օգնության կոչերով, որպեսզի գումար հավաքագրվի եւ Խաչատուր Հունանյանը կարողանա ապաքինվել, սակայն անպարտություն։ Րոպեներ առաջ դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել եւ գրել. «Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Խաչ չէ, մի քանի օր առաջ խոսեցինք, ասեցիր Գոռ ջան, ես պիտի հաղթեմ սրան, ձև չկա։ Ափսոս», գրել է Գոռ Հակոբյանը։ Բարի ողջույններս բոլորին։ Հուսամ լավ եք բոլորը, Ջող ջան։ Ասեմ, որ ես եմ դեպի լավը։ Վերջերս պոստեր եմ տենում, որ
Խաչատուրյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ այլն։ Ես խնդրում եմ այդպես բաներ post չանեք։ Հաստատ համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ ենք գրանցում մետաստազ ջարդելու, խեղճացնելու հարցում։ Ես հաստատ համոզված եմ, որ տենց է լինելու, որտեղ չկա խմել, չկա ծխել, կա առողջ ապրելակերպ, թթվածնով պարտադիր միշտ, այսինքն ինձ շատ լավ եմ տիրություն անում, որպեսզի ոտքի կանգնեմ շատ արագ։ Լեւոր այսքանը, դուք էլ կոմենտներում գրեք տնամ դուք ոնց եք։ Привет։ Այսօր ապրիլի 29-ն է, մենք եկել ենք մեր 3-րդ կուրսին արդեն։ Ընդհանուր առմամբ չեմ ցանկանում որևէ մեկը տանցնեք այն ճանապարհով, ինչով մենք ենք անցնում։ Ու չեմ ուզում իջնեմ այդ մակարդակին, բայց կարևոր բան կա ուզում եմ ասեմ։ Մեր վաղուց արված նկարները ինչ որ կայքիկներ տարածում են, կոմենտներում ինչ որ անհուսում մարդիկ մտնում են Գյումրի ամենափրկիչ եկեղեցու դիմաց արված նկարը վերցրել են 3 տարի առաջ արված տակը այդ անուսումները, ովքեր որ իսկի չգիտեն այդ եկեղեցին որտեղ է գտնվում, գրում են սրանք գնացել են Գերմանիայում նկարվել, ամեն օր նկար են գցում, կայֆավատ են լինում եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ ինձ մի ստիպեք, որ այդ կոմենտներին հատիկ առ հատիկ անդրադառնամ ու հանեմ մայրուղի։ Ես դրա ժամանակն ու հավեսը չունեմ։ Մեր բուժման ընթացքի մասին նախ ասեմ ինչպես ենք մի օր լավ, մի օր վատ։ Հասել ենք 3-րդ կուրսին, ընդհանուր 14 կուրսից 3-րդն ենք մի քանի օրից ստանալու։ Ունենք վիրահատություն, որը որ օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ անկնում։ Այս պահին Ֆելիքս իրեն լավ է զգում, ու մենք տանն ենք, որովհետև մեզ մի շաբաթով թողել են տուն, 1 ամիսից ավել հիվանդանոցում մնալուց հետո։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են, ովքեր գրում են, հարցնում են, էլի հետո տեսանյութ կհրապարակեմ, որով ինֆորմացիա կտամ ձեզ։ Մի քիչ թույլ եմ, բայց հա։ Ուզում եմ դիմել են լրատվականներին ու են Facebook-յան կիսատ բռատ էջերին, որոնք իմ սթորիները վերցնում են ու իրականության հետ չհամապատասխանող վերնագրեր են գրում, որ դիտումներ հավաքեն։ Ժողովուրդ մի արեք, խնդրում եմ, չեմ ուզում վատ բառեր ասեմ, չեմ ուզում հիմա իջնեմ այդ մակարդակին, ձեր գրած վերնագրերի հետ կապված էլ մարդիկ սխալ են հասկանում ու լիքը վատ մեկնաբանություններ են գրում, որը որ ինձ շատ տհաճ է այս պահին, ու թողեք ես զբաղվեմ, թողեք ես զբաղվեմ իմ ընթացքով լինեմ իմ երեխայի հետ։ Հիմա այդ ամեն ինչ իմ համար շատ ավելի ինֆորմացիա է, որը որ խանգարում է, ես չեմ ուզում էլ եմ ասում իջնել այդ մակարդակին ու վատ բան ասել։ Ես Instagram-ում հրապարակում եմ այն ինչը որ ճիշտ եմ համարում ու դա խեղաթյուրելը շատ վատ է, մի արեք։ Ուզում եմ երկու բառով այն հազարավոր, նույնիսկ կարող եմ ասել տասնյակ հազարավոր սրտացավ մարդկանց, ովքեր որ ինձ գրում են, հարցնում են երեխայի վիճակը, ուզում եմ ասել ինչ փուլում ենք, ինչ ենք անում, երեխային իրեն զգում է լավ, մենք անցնում ենք բազմազան անալիզներ, որը որ Գերմանիայի հիվանդանոցներում պարտադիր, այսինքն գրեթե բոլոր անալիզներն անցնում ենք, այն ինչը որ արդեն անցել ենք, իրենք իրենց մոտ են ստուգում, դա ընթացք է ու մենք չենք կարող ոչ մի բան փոխել, պիտի այդ անալիզները հանձնենք։ Անալիզներն իրարից օրեր տարբերությամբ են, այսինքն օրը մեկ մի բան անում ենք, օրը մեջ մի բան անում ենք, այսպես ասեմ, բայց արդեն հասնում ենք այն որ ֆինիշին ու պետքա մոտակա 2 օրվա ընթացքում արդեն մենք հոսպիտալիզացվենք ու ստանանք մեր առաջին կուրսը։